Երկրում կայացավ ամենակարևոր ծնողական ժողովը։ Մարգարետ Փաշինյանը ողջ բառազապից բան չհերքեց։ Ո՞նց ես տղամարդ եմ, էլի, գիտեք ինչ, կներեք, էլի։ Ոչ միայն տղամարդ, այլև ալֆա ֆորց։ Ինչու հանրապետականը հենց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին որոշեց վարչապետի թեկնածու առաջադրել։ Շնորհակալություն հարցի համար։ Բարև ձեզ, եթերում ARM Comedy-ն է ու մենք անհամբեր սպասում ենք, որ ինչ-որ հիմա ուտելու եք, դնեք սեղանի առաջ եւ միանաք մեզ։ Իդեպ լայքելն ու բաժանորդագրերը դա հեշտ ու անվճար ձևերն են աջակցելու մեզ, բայց մենք ձեզ հրավիրում ենք նաև մեր անձնական, մի քիչ ավելի ինտիմ տարածք, միանալով մեր Patreon-ին, մեր անուշ աղբերը կամ քուրը կամ հարազատ մարդ եք դառնում մեզ ուղակի։ Այո, Patreon-ում ունենք վիդեոներ, որոնք չեն գնում YouTube, հեսա շուտով ունենալու ենք հանդիպում, մի խոսքով սենց լիքը լավ բաներ։ Իդեպ մեր գլխավոր գործընկեր GTB Holdings-ը այս ընթացքում ավարտեց Դավիթ անհաղթ 25-ի շենքի շինարարությունը։ Ու եթե դուք բանկ եք կամ խանութ եք կամ չինական ավտոների սրահ եք, որը մտածում եմ, արա մի հատ Զեյթունում մասնաճյուղ չունենանք, իդեալական հնարավորություն է։ Նորույթ մեր վեհոնձն գործընկեր JMC-ից մարդատար էլեկտրական մեքենա EV3 Հետն էլ Բարդաչոկում կգտնեք 5 տարվա երաշխիք մեքենայի համար եւ 8 տարվա երաշխիք մարդկոցի համար։ Հիմա ուշադրություն գինը, ընդամենը 5,600,000 դրամ։ Հենց շոկից դուրս գաք, այցելեք JMC։ Երկրում կայացավ ամենակարևոր ծնողական ժողովը։ Հանդիպեցին մի կողմից Նիկոլի քաղաքական հայրը, Լևոն Տեր-Պետրոսյանը, մյուս կողմից վեհապար հայրը։ Դու առնվազն Նիկոլը ասում է, որ ինքը հայ առաքելականից է։ Թույլ տուր գուշակեմ, ժողովը այդքան լավ չանցավ։ Դες ինչքան են բողոքել, այո, մի քիչ դժգոհ էին իրանց զավակից։ ՀՀ առաջին նախագահ Տիար Լևոն Պետրոսյանն այցելեց Մայրաթոր Սուրբ Էջմիածին։ Նախ շատ սիրուն ժեստեր առաջին նախագահի կողմից եկեղեցու դեմ էս բոլոլայի մեջ հստակ դիրքորոշում ցույց տալ եւ աջակցել եկեղեցուն։ Բայց դա դուր չեկավ ժամանակին հենց Տեր-Պետրոսյանի հակով падգամավոր դարձած Փաշինյանին։ Թարսի պես այդ պահին բաց Facebook-ներ դեմը դրած ու լիքը ազատ ժամանակ ուներ գերագույնի չէ։ Այո, եւ Տեր-Պետրոսյանի բնորոշմամբ ազգակործան պատոհասս էս մի հատ մատեր այսպես ճտցրեց, սենց մտավ իր այն հայկական ժամանակ մուդի մեջ ու սկսեց տարարարարամ տամ 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 Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների կեղծման պրակտիկայի հիմնադիրն է եւ նա իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիկի կողքին։ Okay, միշտ երբանից կաթողիկոսը բացի են որ ասում են ապօրինի զավակունի նաև ժողովրդատյաց կեղծարար դարավ այդ երբանից էս այն մոմենտն է որ հայկական ժամանակի վերնագիրը sense թույն վերնագիր ես հորինում բայց հոդվածը հենց sense մտածում ես հենց չկա Փաստորեն ամբողջ կյանքը ընտրակեղծարարության դեմ պայքարող խոսացող Նիկոլը մի բար երկար պինդ կանգնել էր ընտրակեղծարարության հիմնադրի կողքին ասես պինդ կանգնել էր ո՞րն է ամենաբարձր գոռացողն էր Այս կարող է ինքը չէր։ Արա դա չէ, էլի, այս ինքն էր։ Ուղղակի այս մոլորված ինքն էր։ Հիշում ես, որ ինքը մոլորվել էր ժամանակին մտածում էր, որ Արցախը Հայաստանն է վերջ, հետո պարզվեց, որ ինքը սխալվում է։ Այս այդ մոմենտներից է երևի։ Որովհետև խորամանկ Տեր-Պետրոսյանը համոզել էր Նիկոլին, որ նա ոչ թե ընտրակեղծարարության հիմնադիրն է, այլ ժողովրդավարության։ Դե միամիտ ջայլ տղա էր, ասեց, okay։ Չէ, այս են անհարմար պահերից է, երբ կա շատ հստակ վիդեո, որտեղ հենց Նիկոլը շատ հստակ ասում է, թե որ պահից Հայաստանը գնաց սխալ ուղով։ Ավազակապետական համակարգի հիմքը դրվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո։ Մի քիչ էլ հետ գնա։ Մի քիչ էլ հետ գնա։ Դուք գուցե հետ գնալու ցանկություն ունեք, ես պատասխանում եմ ձեր հարցին։ Ազնիվ գտնվես, մի քիչ էլ։ Ես գիտեք ինչ, ես խնդրում եմ իմ ազնվությունը կասկածի մի դրեք, որովհետև ես միշտ ազնիվ եմ եւ ես պատասխանում եմ ձեր հարցին։ Դուք ինձ հարցնում եք ինչ եք կարծում, երբ է դրվել հիմքը։ Ես ասում եմ, որ հիմքը դրվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո։ Ինչպես Իլոնը դուրս եկավ ընդդեմ Թրամփոց, այնպես էլ Նիկոլը Զլևոն։
Նիկոլը ավելի հաճախ է փոխում իր քաղաքական համոզմունքները, քան Taylor Swift-ը փոխում է իր զգեստները համերգի ժամանակ։ Ինձ ասցին, որ հիմա ամենաակտուալ երգչուհին ինքն է։ Բայց մի հատ զգացեք, էլի, պաստոր կարող ես լրիվ ռադիկալ իրար հակասող բաներ ասես, այդ ասած բաները սենց ազատ ֆրֆրում են YouTube-ում, դու հանգիստ վեկենաս գնաս գինու օրերին մի քանի ռիլ գցես ու սաղ ջրես։ Հա, փոխես նարատիվը։ Մարդիկ մոտենան նկարում են, չէ՞ մարդիկ սարկած են։ Ինչևէ, լավ, քանի ընկել ենք այս ռետրոսպեկտիվ sense mood-ի մեջ, մի հատ էլ վերհիշենք Facebook ազատություն ռադիոկանի Facebook-յան ասուլիսներից մեկը, որտեղ Facebook-ը հայերից մեկը մարգարեական հարց տվեց։ Անդրեյ Միսակյանը գրել է կարծիք կա, որ դուք շատ էմոցիոնալ եք եւ նախագահ լինելու պարագայում Հայաստանին կարող եք տանել Սահակաշվիլու ուղով, անգամ Ղարաբաղը կորստի հասցնել։ Քաղաքական գործիչները, պետական պաշտոնյաները պետք է լինեն սթափ, հավասարակշիռ, որոշումներ կայացնելուց առաջ հաշվի առնեն բոլոր փաստարկները կողմ եւ դեմ եւ որևէ բան այդ հարցի կապակցությամբ չեմ ուզում անել։ Մարգարե Միսակյանը հոր սող գիտեր։ Մարգարե Փաշինյանը ոբշե մարզապես բան չհերքեց։ Հա, լավ, ու քանի sense ոնց որ ձեռնոցա Փաշինյանը նետում Լևոն Տեր-Պետրոսյանին, ելով կային կողքից, որովհետև տարօրինակ է որ մենակ գրոհի։ Ելով ազգում, որ իր քաղաքական քաշը արդեն այնքան է, որ ինքը կարա ԼՏՊ քրվի։ Քեզ թվում է որ մեկ է ինչ էլ անես քեզ հիշելու են որպես անկախության սիմվոլ ու մեծարեն։ Բայց չարաչար սխալվում ես։ Ժամանակները փոխվել են։ Դու ամեն ինչ արեցիր, որ քեզ այլևս չհիշեն կամ հիշեն որպես անհաջող անցյալի փորձանք։ Հերիք է ատես հայ ժողովրդին ու քեզ սնես այն մտքով, որ իբր դու բոլորից բարձր ես, բոլորից խելացի, դու բարոյականության, պարտության, անկախության ձախողման, քաղաքական անհաջողության, մարդկանց հույսի, սպասումների, ժողովրդավարության եւ բոլոր պարտությունների սիմվոլն ես։ Լավա չասես տգզար։ Ու մի բխեր Ալենը խոսում Նիկոլի ձայնով։ Well, այդ մեկը ոչ մեկ չիմանա։ Իր ներքին ձայնը, Նիկոլի ձայնն է որտեղ։ Բայց չէր կարող Ալենը sense բան ասել մարդու մասին, ում համարում է երկու լեգիտիմ Հայաստանի ղեկավարներից մեկը մեր պատմության մեջ։ Ես կրկնում եմ, իմ համար Հայաստանի Հանրապետությունում ես ճանաչում եմ երկու ընտրված նախագահ։ Հայաստանի Հանրապետության պատմության սկզբում Լևոն Տեր-Պետրոսյանին եւ հիմա գործող նախագահ Արմեն Սարգսյանին։ Դա իմ վերաբերմունքն է, որի մասին ես բարձրաձայն հաճախ հայտնել եմ եւ շարունակելու եմ այդ դիրքորոշումը պահել։ Так, եթե հիմա վերանայենք լրիվ պատմությունը, պարզվում է որ Լևոն Տեր-Պետրոսյանը հիմնեց ընտրակեղծարարությունը, այսինքն լեգիտիմ չի, ու դե Արմեն Սարգսյանն էլ այնտեղ պարզվեց ուրիշ Նևիս, Սենտ Նևիս քիչ, հա։ Միակ լեգիտիմ նախագահը, որ Հայաստանը երբևէ ունեցել է, դա Վահագն Խաչատուրյանն է։ Շատ կարճ հիշողություն ունես, մոռանում ես որ Ալեն Սիմոնյանը եւս կարճ ժամանակ, բայց եղել է Հայաստանի նախագահի պաշտոնակատարն, έτσι որ ինքն էլ էր լեգիտիմ։ Այդ երամիասնությունն էր։ Էլով կա ԿՊ-ում, որ շատ հերոյա քաշային կատեգորիայում Լևոն Տեր-Պետրոսյանն ու քաղաքական մնացածում տենց տոշնի է, բայց ուզում է ինքն էլ նիրյատ լինի այս թեմային։ Ով այն մարդը, որ գրականության գիտակ թվալու համար կասի, Շեքսպիրը տենց եսիմինչ չի։ Տեր-Պետրոսյանը քաղաքական դաշտում վերածվել Սերժ Քոչարյան սիամական երկվորակների խորդ եղբոր, որին սիամականները առանձնապես չեն սիրում, բայց պետք եղած ժամանակ օգտագործում են հանուն օբշակի։ Նախստեղ շատ տեղին էր Նիկոլի ձայնը, բայց եկեք նա sense վերևից մի քիչ նայենք, էլի այս ամեն ինչին, ինչա մեզ եւ նույնիսկ ԿՊ-ականներին սովորացնում այս պատմությունը։ Այն մեզ սովորացնում է, որ մի օր երբ Նիկոլը կհեռանա, իսկ անգամ Վահագն Ալեքսանյանը գիտի, չէ՞ որ մի օր Նիկոլը հեռանալու է։ Այդ ժամանակ լրիվ օքեյ կլինի բոլոր հնարավոր մեղքերը գցել նրա ջեբը, Ալենը կասի իմ աղդամը տարավ տվեց, Արսեն Թորոսյանը կասի, բայց նա ժողովրդավար չէր, Վահագն Ալեքսանյանն էլ դե ոբշե մի խոսքով մի բան կասի։ Իսկ մենք քանի դեռ չենք ասել եկեղեցի Նիկոլ վերջնախաղին մի հատ բարի լուրով բարձրաճրենք։ Չեմ ասում բարի, ինչ է բարի։ Կա շատ լավ, շատ ժողովրդավարության տրադիցիաներին համահունչ բարի լուր։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանի կինը Գոհար Աբաջյանը պաշտոնի է նշանակվել։ Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ներդրումների աջակցման կենտրոն հիմնադրամի անձնակազմին է ներկայացրել հիմնադրամի նորանշանակ տնօրեն Գոհար Աբաջյանին։ What? Isn't that nepotism? Կասեն ժողովրդավարական ինստիտուտները, եթե լինեն ժողովրդավար։ Լովելի դու էլ հիմա որ մի հատ ջուր
անվստահելի մարդ բռնեին ու նշանակեին ներդրումների աջակցման կենտրոնի տնօրեն, որը իդեպ անիֆը չի, լսում եք, բաբշե անիֆը չի, Որովհետև լրիվ ուրիշ անուն ունի։ լավ կլներ, իսկ հիմա ասեն սիրուն քիփլիկ ամեն ինչ մի ընտանիքի մեջ է, հետո այդ նեշ չի, որ ժողովուրդն է լավություն անում Արարատ Միրզոյանի կնոջը, այդ նա է լավություն անում մեզ։ Շնորհավորելով այս պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ փոխվարչապետը վստահություն է հայտնել, որ վերջինս կծառայեցնի մասնավոր հատվածում կուտակած իր փորձն ու գիտելիքները հիմնադրամի առաքելության իրականացման գործին։ Այ հիմա բոլոր են գումարները, որ անիֆում փոշիացան, այս չանիֆում արդեն ապով ձեռքերում կլնեն։ Բան չի մի անգամից Արարատ Միրզոյանի կնոջ չնշանակեցին։ Որտեվ Ավինյանը շատ վստահելի աչքեր ուներ։ Իսկ այդ ընթացքում Երևանում քաքը դուրս է գալի ջրի երես, բառեզբուն իմաստով։ 567 օրվա ընթացքում դրանցից 400-ը կոյուղի։ Ոչ միշտ է, որ քաղաքապետարանն է մեղավոր, իրենց ուղված սլակները ոչ միշտ են օբյեկտիվ, սա ըստ քաղաքապետի խորհրդական Արեյանի։ Սա վկայում է կոյուղատար համակարգի ցանցի քայքայվածության մասին։ Մենք ունենք հիմա սրված խնդիր, պարոն քաղաքապետ, ձեզ պիտի ամբողջը ճշմարտությամբ ես ներկայացնեմ։ Սկզբից չէի ուզում ամբողջ ճշմարտությունը ներկայացնել, պարոն Ավինյան, հետո մտածեցի ոնց ելնի փողոցում քայլելուց կզգաք ճշմարտության հոտը, դրա համար որոշեցի ներկայացնել։ Եվ սլակները ուղղվեցին դեպի Վեոլիա ջուր, որը փորձում է երևանցիների քաքը գցել քաղաքապետարանի ջեբը։ Միտում է տեսնում Ավինյանը, իրենք լավ են աշխատում, ուրիշի խնդիրներն են իրենց վզին փաթաթում քաղաքային իշխանությանն անգործության մեջ մեղադրում։ Եկեք հասկանանք լավ ով են այդ մարդիկ, ով է այդ պատասխանատու օղակը, ասենք պատասխանատու օղակ, սա քո գործն է, գնա արա։ Այդ այնց Ավինյան, ավելի կոշտ ինչպես կոշտափոններ։ Այ մենք դուր այդ հիմնարկի անունը, որը խորտակում է մեզ կեղտի մեջ։ Վերջը ասելու ենք, մենք չենք, Ժորժ ջան, այս մարդն է, այս չինովնիկն է։ Նստածա իրան տենց էշի տեղա դրել, ասում է քանի քաղաքապետանին մեղադրում են, դա էլի։ Բայց անուն չի տալիս ով այդ սաղին էշի տեղ դնողը, Վիոլիան, Սակյանշինը, Ռուսաստանը։ Դա կբարձենք հաջորդ անգամ։ Հիմա այս շագանակագույն դուրերից հետո գոնե մի հատ լավ սենց ավարտ ուզում։ Պարոն նախագահ։ Հունիսի 9-ից 11-ը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով կգտնվի Ֆրանսիայի Նիցցա քաղաքում, մասնակցելու ՄԱԿ-ի օվկիանոսի հարցերով 3-րդ համաժողովին։ Որովհետև մեր ծովից ծով Հայաստանի փորձը այնքան կարևոր է, որ անպայման պետք է դրանով կիսվենք այն երկրների հետ, ովքեր իսկապես ունեն օվկիանոս ու դրա համար ծախսենք հերոս հարկատուի փողերից, որ նա գնա մասնակցի այդ։ Բավ այստեղ մի աչքով մինա է մեր նախագահին ոչ միայն մասնակցեց, այլ նաև ելույթ ունեցավ։ Ինչի համար։ Օվկիանոսի համար։ Կիսվեց իր ուրույն փորձով օվկիանոսների մասին։ Օվկիանոսների դերը կենսական է ծովափնյա երկրների եւ կղզիների համար։ Այդուհանդերձ օվկիանոսները, ինչպես շրջակա միջավայրի մյուս էկոհամակարգերը, անկախ ցամաքային կյանքից իրենց հեռավորությունից եւ հսկայական խորությունից, կրում են մարդկանց ոչ կայուն գործելավոճի բացասական հետևանքները։ Դատելով իր դեմքի արտահայտություններից այս նկարի վրա, ինքն էլ այդքան ոգեորված չի իր ելույթից, հա։ Ես ջուրում եմ, որ chat GPT-ով դարում կարելի է ելույթ ունենալ ամեն ինչի մասին, բայց խի։ Իսկ դուք բարեկամներ, մնացեք մեզ հետ, որտեղ երկրորդ մասում աղազարանը կիսում է լիբիդոյի 3 կանոններով, ինչպես նաև հանրապետականը առաջ է քաշում իր օքեյ, ասենք տեխնացուին։ Մենք ունենք նոր գործընկեր, որը իրականում այդքան նոր չի, մոտ 20 տարվա գայլ է արտաքին գովազդի ոլորտում։ Ասենք ձեր ընկերությունը մասնակցում է ինչ-որ մեծ ցուցահանդեսի, էքսպոյի ու ձեզ պետքա տաղավար, ամենասիրուն դիզայնով իր մեջի բաներով, այստեղ գալիս է ուշադրություն Promote Armenian։ Շատ պրոֆեսիոնալ եւ աստվածավախ գներով, մինիմալ ժամկետներում, ընտիր սպասարկմամբ։ Ասեք անենք վիճակն է, ուղղակի իրականում աշխատող։ Եվ այսպես վերջին մի քանի շաբաթ ամեն օր սկսվում է շատ բիպոլար։ Որպես կանոն, օրը բացվում է մի հատ շատ դրական ուղերձով, երկրի թիվ 1 առաքելական հետևորդի կողմից։ Երանի հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը, Երանի սքավորներին, որովհետև նրանք պիտի մխիթարվեն,
Երանի հեզերին, որովհետև նրանք երկիրը պիտի ժառանգուեն։ Անենց հա Մաթեոս ցիտում, որ Մաթեոսի քեֆը գալիս է, վերևից նայում ասում է, «Արա ինձ լավ է ինձ ցիտում այս մարդը»։ Ուսես դրական սես օրվա սկզբից հետո անպայման գալիս է այն մի հատ շագանակագույն կլոնձը, ու զարմանալի չի, որ վեոլիա ջուրը չի հասնում։ Գարեգին բեն խախտել է իր իսկ կողմից կամավորությամբ ստանձնած կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի։ Հավատավոր հետևորդներին կոչ եմ անում համախմբվել վեհարանը սիրով եւ քրիստոնեաբար ազատելու։ Քրիստոնեաբար, այսինքն որ քրիստոնեաբարը, այն որ ուղղակի նստենք աղոթենք, թե շրջապատենք եկեղեցիները, ոնց որ դատարանները։ Հա, էդի հաստատ նշի, որտեվ կա այդը դեմ տալու քրիստոնեաբարը ու կա միջնադարի խաչագրած արշավանքների քրիստոնեաբար։ Ու вообще Փաշինյանի երեխեքը կնքված են, որտեվ եթե չէ, ապա գնալու են դժոխք։ Իդեպ դժոխքի մասին, այս սաղմոսները, որ անդադ կարդում է, հասկանում է, չէ, որ իրան չի փրկելու դժոխքից։ Ինքը մեկ անդեղ է գնալու։ Ինչևէ վերադառնանք կուսակրոնության 50 երանգներին։ Բոլորս գիտենք, բոլորս գիտեինք, որ ոչ մեկը չի ասում եմ էլի դե, որ ոչ մեկը չի պահպանել կուսակրոնությունը եւ շատ էլ լավ արել որ չի պահպանել, դա իմ անձնական կարծիքն է։ Լավ արել ու հələ քիչ արել, ճիշտ կլիներ, որ ամեն սրբազան մի 4-5 տղա հետ գցեր այդ աղազարանի ներքին ձայնն է, էլի ես ճանում։ Թրամփի հետ հարաբերությունները չփչացրած միակ մասկի ղեկավարը նաև բացատրեց Փաշինյանի նպատակները։ Որտեղ է ճարելու այն արքեպիսկոպոսներին, եթե ճիշտ եմ հասկանում, ովքեր պիտի ընտրեն այդ կաթողիկոսին, որոնք պահպանել են այդ ամեն ինչը։ Չկա դες բան։ Նշանակում է իր նպատակը եկեղեցուն եթե ոչ ոչնչացնելն է, գոնե հնազանդեցնելն է։ Ստեղ մի հատ կարևոր նյուանս է մոռանցվում։ Ինչ ազդեցություն ուներ եկեղեցին ներքին քաղաքական գործընթացների վրա։ Այո, մի քանի անգամ, թե մի անգամ կոչ արել հեռանա վարչապետի մասին վատ բաներ գրել, բայց ոչ մի էֆեկտ, մարդկանց վեճը չէր, ցավոք սրտի, կամ բարեբախտաբար եկեղեցու ասածը вообще ոչ մի ազդեցություն չէր ունենում։ Դե ուրեմն ուրիշ բան կա, բայց ինչ։ Երբ որ այսօր է տեղի ունենում, արդեն սարսռում ես, անհանգստությունից սարսռում ես, որ սա հետևում ինչ-որ բան է թաքնված, որ կարող է պատահի տեղի ունենա եւ հետո մենք արդեն չկարանանք բան անել։ Բոլորս շունչը պահած սարսռում ենք Աղազարյանի հետ։ Եթե աթեիստ Աղազարյանն է սարսռում կրոնական թեմայով, այդ արդեն շատ վատ է։ Դա իսկ ինչ գիտի, որ կուսակրոնությունը խախտվել է։ Բոլորս գիտեինք, որ եկեղեցականները կուսակրոն չեն պահում կուսակրոնությունը։ Գիտեք, ինչ եք տեսել։ Որտեղ ես տղամարդ եմ, էլի, գիտեք ինչ, կներեք, էլի։ Ոչ միայն տղամարդ, այլև ալֆա ֆորցա, որը չի կարողանում կարող դե նորմալ է, օրինակ ես էլ վեգան եմ, բայց մեկ-մեկ չեմ կարողանում կառավարել հորմոններս։ Կուսակրոն վեգան ես։ Կուսակրոն, բայց բազմասայթակ։ Բայց մի հատ թողնենք Աղազարյանը ամփոփի այս թեման, որն է օքեյ, որը չէ։ Եթե հատուկ ծառայությունները կապ չունի ինչ եղանակով իմ զուգընկերուհու կրսկալի միջից հանել են փաստաթուղթ կամ կհանեն փաստաթուղթ, որը իր մեջ կկրի ինֆորմացիա պետական անվտանգության կրելու իմաստով ես օքեյ եմ։ Ընդ որում կրսկալը հակած վիճակում։ Բայց եթե հատուկ ծառայությունները իրենց հատուկ ծառայողական ձեռքերով փորփրեն կնոջ կրծքալը զուգընկերուհու հանած վիճակում եւ այնտեղ ոչ մի բան չգտնեն, այդ դրա հետ օքեյ չեմ։ Հիմա ԱԾ-ի համար գործ բացեց, հա, պետք է ինգնես այս կրսկալների մեջ ինչ-որ ստուգեն, իսկ եթե ոչ մի բան չգտնեն, իսկ եթե հատուկ ծառայությունները եւ որևէ մեկը սա դրանքներ անում նախապատրաստում է այդպիսի բաներ եւ տեղադրում է այս կամ այն վայրերում եւ հետո գտնում եւ հայտնաբերում է, ապա հարամրի դասկրացած։ Իհարկե, թե հասկացանք ինչ է փորձում ասի Աղազարյանը, բայց մոտավորապես պատկերացեցինք, որտեղ է պահվում կարևոր ինֆոն, ըստ իրան։ Ճալա, այդ ընթացքում impeachment-ը ստացավ Miss Oarion։ Լիքը Miss Oarion։ Ինչու հանրապետականը հենց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարսումյանին որոշեց վարչապետի թեկնածու առաջադրել։ Շնորհակալություն հարցի համար։ Ազատություն, պատասխանները այստեղ բազմաթիվ կարող են լինել։ Սկսենք սկզբից։ Նախ ակնհայտ է, որ ՀՀԿ-ն հաստատ 100%-ով չի ուզում գա իշխանության։ Այլ տարբերակ ՀՀԿ-ն սրանով արձագանքման Քոչարյանի են ասացին, որ այս impeachment-ը անլուրջ է ու այլ ավելի է անլրջացնում։ Կա նաև տարբերակ, որ Դավիթ Համբարձումյանը այդպես բեսպրոյգրշնի խարիզմատիկ նախ թաղթող
նու բայց շատ քիչ հավանական տարբերակ է։ Այլ Դաշտում Դավիթ Համբարձումյանը ճանաչում է նաև պայքարող մարդու տեսակի։ Հանրապետականի գործադիր մարմնի անդամ պատիվ ունեմ խմբակցության падգամավոր Տիգրան Աբրահամյանը պնդում է, Համբարձումյանն անցած տարիներին եղել է իշխանության քաղաքական ճնշումների թիրախում, բայց Մասիսի քաղաքապետին չկարողացան հանել խաղից։ Հա, չի կարողացել Մասիս համայնքից դուրս հանել ղեկավարությունից, ուրեմն հաստատ կարա ղեկավարի երկիրը։ Չէ, մի րոպե, էլի, այսինքն ՀՀԿ-ն կարող է առաջարկել Աշոտյանին, Տիգրան Աբրահամյանին, Հայկ Մամիջանյանին, չգիտեմ, Շարմազանովին, բայց որոշեց Family Guy-ի մեջի Փիթերին առաջադրել։ Okay, մի հատ լսենք ինչ է մտածում 67000 քայլ առաջ մտածող մեր շախմատիստը։ Սերժ Սարգսյանը տևական ժամանակ է հայտարարում է, որ ինքն իշխանության գալու նպատակ չունի, վերջին անգամ այս մասին կես ամիս առաջ էր խոսել։ Ես նպատակ չունեմ, եւ իմ թիմակիցները նպատակ չունեն իշխանության գալու։ Դրա համար էլ առաջադրել են Դավիթ Համբարձումյանին, խոսքը բասեինի մասին է, ինձ թվում է չէ։ Okay, առաջադրել։ Ռասոշ պաշլատակա։ Համբարձումյանը հաստատ չգան իշխանության։ Բայց ինչպես ցույց է տալի փորձը, եթե Սերժ Սարգսյանն ասում է, որ չի հավակնում իշխանության, երևի հավակնում է։ Ինչ է սրա մասին մտածում Հայաստան խմբակցությունում։ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած Հայաստան խմբակցությունից չեն շտապում արձագանքել հանրապետականին։ Խմբակցության ղեկավար Սերյան Օհանյանը հանրապետականի թեկնածուի անձի հետ խնդիր չի տեսնում։ Հասկանում եմ, դժվար է միանգամից արձագանքել, մի քիչ կարելի է մտածել, դուք էլ, գիտեք, եկեք ստեղ։ Դուք էլ շմայսի տեխնոլոգիությունը դրեք, թող вообще հական խույվորի այնտեղ։ Բայց մի քիչ մտածելուց հետո Հայաստան դաշինքը որոշեց կայֆավատ, ուրեմն կայֆավատ։ Ընդդիմադիր Հայաստան խմբակցությունը կաջակցի վարչապետին անվստահություն հայտնելու պատիվ ունեմի նախաձեռնությանը։ Տեղեկությունը Ազատության հետ զրույցում հաստատեց խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ Հայաստան խմբակցությունը հավատարիմ մնալով ավելի վաղ արված հայտարարությանը վերահաստատում է իր պատրաստակամությունը ապահովել պակասող 28 падգամավորի ստորագրությունները։ Այ հիմա վերջ Նիկոլին, ռեժիմի օրերը հաշված են։ Եկեք մենք էլ խաղանք ՀԿ-ի փոքրիկ խաղը ձևացնենք, որ վստահում ենք, որ նա կունենա ինչ-որ պլան։ Ու ոնց է տրամադրված Հայաստան դաշինքը։ Որպեսզի դա քննարկվի ազգային ժողովում, պետք է 36 ստորագրություն մենք պատրաստենք Դավիթ Համբարձումյանի թեկնածությամբ իմպիչմենտի գործընթացի համար տրամադրել մեր 28-ը, բայց ավել չունենք մենք եւ դրա համար էլ հենց չենք նախաձեռնել մենք, որովհետեւ չունենք բավարար ձայները։ Ենթադրում ենք, եթե հանրապետական կուսակցության գործադիր մարմնի կոչով պատիվ ունեմը նախաձեռնել է, ունի այդ ողջամիտ ծրագիրը։ Հա, ողջամիտ ծրագիր։ Հեսա Սերժը կտա ինտերվյու ու կասի դուք երբևէ իմ լեքսիկոնում լսել եք ողջամիտ ծրագիր արտահայտությունը։ Յուստս բանկյոն Ինչևէ, այս գործընթացը շաքարով կտրեց դատախազությունը։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդագիր է ներկայացրել ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին, խնդրելով թույլ տալ խորհրդարանին ազգային ժողովի Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի եւ նույն խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել։ Դատախազը դիմեց Ալենին, Ալենն էլ երկար մտածելուց հետո ասեց հանձնել Քոչարյանից Okay, fine. Գլի սաղին հանձնեմ։ Մենակ է դրկի ստապետ։ Արենի աջ ձերքը ստորագրում էր ընդդիմադիրին հանձնելը, Արենի մյուս ձերքը ողջունում էր իր ռուսաստանցի կոլեգային։ Հայաստանի եւ Ռուսաստանի խորհրդարանների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստն անցկացվել է Երևանում։ Ալեն Սիմոնյանը հարթակը կարևոր է համարել երկու երկրների միջև բաց եւ կառուցողական երկխոսության համար։ Մինչ Ալենը բարձր գնահատում Ռուսաստանի հետ հարաբերությունները, Աժի դիմաց հավաքած մարդիկ արտահայտում են Ալենի իսկական կարծիքը Ռուսաստանի մասին։ Ռոսիա վոն iz Armeni! Ռոսիա վոն iz Armeni! Սենց լավ չի, պարոն Բաբաջանյան, գնացեք քաքեք Ռուսաստանի դեսպանատան դեմը, որ հաստատ նկատեն ձեզ։ Բայց արդարության համար պետք է նշել, որ Բաբաջանյանը բարձր է գնահատում հայ-ռուսական առևտրական կապերը։ Ռոսիա торговец! Վոն iz Armeni, предатели! Համ ասում է, որ торговец է Ռուսաստանը, համ չի ուզում առևտրական հարաբերություններ, ոնց is Armeni, բայց կողմնորոշվեք։ Այդ ընթացքում Փաշինյանի մոտ պաշտոնական այցով եկել էր Ները։ Ները։ Ներ Սատանիչը։
Ակցիայի կազմակերպիչների խոսքով մահվան դեսպանն է եկել Փաշինյանի հետևից։ Եկել է Նիկոլի հետևից, որ տանի դժոխք հայտարարել են ակցիայի մասնակիցները։ Նիկոլը ընդունեց հրավերը եւ խոստացավ ինչ որ պահի անպայման այցելել դժոխք։ Բայց ոչ հիմա։ Հիմա խորհուրդ տվեց գնալու դոմփել բեսերին։ Իսկ այդ ընթացքում երևանցիներին հյուրեկան ուրիշ հյուրեր, էլի դժոխքից։ Վերջին մեկ ամսում բազմաթիվ ահազանգեր են եղել, թե բնակավայրերի մոտ օձերը շատացել են, սակայն մասնագետները վստահեցնում են, անհանգստանալու կարիք չկա։ Իսկ եթե ես մի քիչ ալերգիկ եմ օձի թույնի հանդեպ, մեկա չանհանգստանամ, կարող է շների նման ստերջացնենք ու սիրասես միասին ապրենք համատեղ Երևանում։ Բոլոր դեպքերում անհանգստանալու կարիք չկա, բոլոր դեպքերում անկախ ամեն ինչից պետք է ուղղակի զգուշ լինել։ Եթե մտնում եք տուն, տնում եք սենյակում օձա, խոչապի մի մատնվեք, ուղղակի ինչ որ ժամանակ այդ մի սենյակը մի մտեք, հետո ինքը կգնա։ Լավ։ Իսկ ինչ են օձերը եկել մեր մոտ։ Վիճակագրության որքան շատ են մարդիկ օգտագործում բնությունը սեփական կարիքների համար, օրինակ շենքեր կառուցում, այնքան օձերի հետ հանդիպման հավանականությունը մեծանում է։ Երբ քանդում են իրենց բույնը, օձերը ստիպված են մտնում մարդկանց տներ։ Ընդամենը պետքա շենքեր չսարքել։ Հա, դե չէ, տենց չեն Это же не наш метод։ Լավ, իսկ բոլոր օձերն են թունավոր։ Հայաստանում օձերի 22 տեսակ կա, սակայն դրանցից միայն 4-ն են թունավոր։ Ամենավտանգավորը անդրկովկասյան գյուրզան է։ Հա, մեծ մասը անշար օձեր են, ընդամենը, որ հանդիպում եք օձի հետ ստուգեք, ինքը թունավոր է թե չէ։ Ոնց ասենք ստուգեն։ Դե եթե կծեց ու չմեռար, ուրեմն ինքը թունավոր չէր։ Շնորհավոր։ Всё, մնացեք մեզ հետ։ Շատ հեշտ է։ Մասամբ օձերի։ Solar Holding-ը ասում է, որ դու կարող ես լինել ավելի անկախ արևի շնորհիվ։ Այսինքն հոսանքի գինը անգամ եթե դառնա 100 դրամ, դու մեկը 30 տարի չես վճարելու։ Նույնիսկ եթե էլեկտրաէներգիան թանկանում է, դու ունես քո սեփական էլեկտրաէներգիան։ Նույնիսկ ավելի մեծ եկամուտ կունենաս, եթե ունենաս արևային կայան։ Շնորհավոր, նորամուտ։ Մերսի, համեցի։ Սովեն բլենդեր դեռ չես առել։ Չէ, բլենդեր հենց այդ մի բանը չունեինք։ Մերսի։ Շատ հավանեցի։ Մերսի։ Ճաշակով է։ Մերսի։ Կներես։ Էգան։ Կոմունալները։ Վայ կորա 15000 լույսը, գազը 57000։ Կներես։ Թխի դոգա, ինձ էլ հեսնոր մեյլ եկա, որ 57000 կուտակել եմ։ Այսինքն, չգիտեիր, հեծը ամեն ամիս հաշվից պարտաճանաչ նստացնում է։ հələ անկեղծ ասա, այդ պաշտոնը ստացել ու քեզ լավ են նայում։ Բա ինձ սազեց։ Solar Holding-ից արևային պանելներ եմ առել, տեղադրել եմ ու հիմա մայր բնությունը աշխատում է իմ համար։ Այդ մայր բնության համարը կտաս։ Իհարկե, ուղղակի իմ մոտ ինքը Solar Holding անունով է գրանցած։ Այսքաններ այսօր Arm Comedy-ին։ Վերջում դիտեք օրվա վիդեոբոցը։ Որոշել եք ամռանը ձեր հանգիստը որտեղ անցկացնել։ Հոկտեմբերյան։ Իսկ որքան գումար եք նախատեսել։ $1000։ Դե, в общем, էսի այն պահն է, էլի, տենց կինոյի մեջ այն պահն է, որ որոշվում է, չարն է հաղթում, թե բարին, վերջապես երրորդ ակտին հասանք։ Հիմա 10 րոպե առաջ, չգիտեմ, հասցրեցի թե չնայես, 10 րոպե առաջ էլի բան արեց, միջև էս ձայնագրերը, գրեց, ասում է գնանք, մի հատ շրջափակենք, գնանք։ Այդ որոշ մը գնանք, ազատենք վեհարանը։ Գնելը ու Ստյոպա Սաֆարյանը ովքեր են այդ մենք։ մենք։ Պրինցիպները գր մարդ ով միջև էս կարդացել է հին ու նոր կտակարները, մարդ որ ամեն օր աղոթում է, մարդ որ, չգիտեմ, երևի կյանքում կուսակրոնությունը մեղքի մեջ չի ապրում։ Հա, մեղքի
ու ասում անպայման չի բան լինի, աշխարհիկ էլ կարելի, հոգևոր էլ կարելի, այդ հանձնաժողովում։ Եթե լրջի տանք, ինձ թվում է էսի տեստա, որտեվ եթե մենք եկեղեցիներ ենք հանդիպում, սաղ տոշնյա, ինչ կատարվում է մեր հետ։ Սաղ տոշնյա։ Դե ձեզ տնանք։ Միացեք Arn Comedy Patreon-ին եւ ձեր փողոցի վրայի տները կտրուկ կթանկանան։